որքանով է վաճառվում եւ առհասարակ Եվրոպայում եւ այլ տեղերում ինչքան է, ասած այդ խոսակցությունները, այդ հիշեցումները մշտապես են եղել եւ եթե ի վերջո դա գործնականում ինչ-որ փոփոխություն լինի, Հայաստանն էլ իր որոշումը կկայացնի եւ դուրս կգա հապկից եւ ԵԱՏՄ-ից, սա արդյոք զգուշացում է արդեն ռուսական կողմին, որ եթե գազի գինը թանկանա, ապա Հայաստանը կլքի այս երկու կառույցները եւ այսպիսի որոշման դեպքում կան հաշվարկներ նույն ԵԱՏՄ-ի հետ կապված, այդ դեպքում ինչ է լինելու Հայաստանի տնտեսության վիճակը, որովհետեւ առնվազն այս պահին իշխանության դիրքորոշումը այն է, որ մինչև այլ շուկաներ հասնելը ստանդարտների հարց է, պետք է լուծվի, իսկ դա ժամանակի խնդիր է։ Եթե գազի գնի փոփոխություն լինի, հարցս դա է եւ այն մեկնաբանությունը, որ Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից եւ հապկից։ Հապկի մասով հստակ է, բայց ԵԱՏՄ-ի մասով ինչպիսին է լինելու հետո իրավիճակը Հայաստանի տնտեսության հետ կա պատկերացում Հայաստան։ Դե ես կարծում եմ, որ իրականում գազի գինը չի փոխվի, որովհետեւ Հայաստանը կարծում եմ գործընկերներին անհրաժեշտ է որ մնա եւ հապկում եւ ԵԱՏՄ-ում, իսկ եթե պետք է Հայաստանը չստանա այդ օգուտները, ապա այդ պարագայում ինչու պետք է մնա այդ միության մեջ։ Կսկսվի այլ միության մեջ գործընթաց ավելի արագացված կերպով։ Սա մեկ, իսկ ինչ է եղել Հայաստանի հետ մինչև ԵԱՏՄ-ն։ Ոչ մի բան։ Այսինքն ըստ էության այնպես չի, որ ԵԱՏՄ-ի մտնելուց հետո Հայաստանի տնտեսությունում ինչ-որ աստղաբաշխական աճեր են արձանագրվում, հիշեցնեմ ուզես, որ 13, 14, 15, 16 թվականներին տնտեսական աճ եղել է 1-2%, նույնիսկ 16-ին աճ չենք ունեցել։ Այսինքն այդ ԵԱՏՄ-ում դրական զարգացումները դրանք սկսել են դրանի այդ թվականից հետո եւ բացարձակապես իմ կարծիքով կապ չունեն ԵԱՏՄ-ի հետ, կապ ունեն մեր տնտեսության զարգացումների հետ եւ Հայաստանը ինչպես որ իմ կարծիքով եւ դրանպես օրինակ ոնց է Վրաստանը աշխատում Ռուսաստանի հետ, ինչպես է Ուզբեկստանը աշխատում Ռուսաստանի հետ, ինչպես է Ադրբեջանը աշխատում Ռուսաստանի Դաշնության հետ, ԵԱՏՄ-ի անդամ երկրներ չեն, չէ՞։ Այնպես որ եւ ի վերջո Հայաստանը ԵԱՏՄ-ին շատ բան է տալիս։ Այդ թվում Հայաստանի տարածքով շատ ապրանքներ են գնում ԵԱՏՄ տարածք, որոնք ԵԱՏՄ երկրներին պետք են։ Այսինքն ԵԱՏՄ-ից դուրս գալու Ես ուզում եմ ասել մենք մեր կարևորությունը եկեք չթերագնահատենք եւ ես շատ լավ գիտեմ մենք ինչ կարևորություն ունենք։ Իսկ որ ասում եք գազի գինը չի թանկանա, դա ձեր մեկնաբանություն։ Դա իմ կարծիքն է, որովհետեւ Հայաստանը ԵԱՏՄ-ին շատ պետք է, իմ կարծիքով, եւ այդ կարևորությունը հաստատ գազի գնից իմ կարծիքով ավելի կարևոր ու թանկարժի։ Եվ ընդհանրապես այս աշխարհում ոչ մի բան անվճար չի, այդ թվում գազի գինը։ Եւ գազի գինը, որ Հայաստանում $155 է, դա մեր գեղեցիկ աչքերի համար չի։ Պարոն Պապոյան, ռուսական կողմը փաստացի իր դիրքորոշումը հայտնեց երկաթուղիների կոնսենսիոն կառավարման հետ կապված բացասական առումով, ասաց, որ սա կարծես միայն Հայաստանի, դիրքորոշում է, թեև հայկական կողմը ասում է, որ այնպես են կանել, որ թե Ռուսաստանի, թե մեր այսպես համատեղ որոշման կան։ Հիմա սրա հետ կապված ոնց է հետական պատկերացնում Ռուսաստանի այս դիրքորոշումը հայտնի հաշվի առնելով ու երկաթուղիների հետ կապված ու մեկ հարցել մենք պարբերաբար այսպես պաշտոնական մակարդակով լսում ենք, որ Ադրբեջանից ներկրվել է բենզին կամ իր տարածքով ցորեն։ Լավ, չկա այնպեսի ապրանք, որ այսպես հակառակ լինի, այսինքն Հայաստանից գնա Ադրբեջանը, այսինքն այս միակողմանի տնտեսական գործընթացը։ Տեսեք, Ադրբեջանի տարածք, ադրբեջանական ծագման մեկ կամ երկու արտադրանք է եկել Հայաստան։ Այսինքն դա բենզինն է եղել եւ դիզելային վառելիքը, այլ ապրանք չկա։ Իսկ Ադրբեջանի տարածքով գրեթե ամեն օր մի բան գալիս է։ Այսինքն օրինակ սուպերմարկետների ցանցերից մեկը նոր զովքը Ադրբեջանի տարածքով դիմել է, որ բերի սպիտակաձավար ենթադրենք։ Մեկ ուրիշ կազմակերպություն դիմել է, որ բերի քարածուխ ռուսական։ Մյուսը պարբերաբար բերում է հացահատիկ, այն մյուսը պարբերաբար արդեն բերում է բան պարարտանյութ, սելիտրա, հա։ Այսինքն այս process-ը այն ինչ որ Ադրբեջանի տարածքով գալիս է։ Այդտեղ այնքան ապրանքը ամեն օր ամեն օր չէ, բայց պարբերաբար այնքան է գալիս, որ ինքը շատ սովորական երևույթ է արդեն դարձել։ Եվ ինչպես ասում են, ես օրինակ կորցրել եմ արդեն հաշիվը, ապրանքատեսակների ցանկը եւ այլն։
ինչ կա այդպիսի ապրանք, կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլատի տեղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատի տեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է որ այսինչ հաստության փայլատի տեղը մեզ հետաքրքրում է, կարող եք ասել ինչ ծավալով ինչ ժամանակում եւ ինչ գին կարող եք տալ մեր արտադրողը ծավալը գինը այսինքն այն որ այսքան ժամանակում կարող եմ տալ այս ծավալի այդ որակի արտադրանք տվել է դեռ պատասխան չենք ստացել այսինքն այստեղ մյուս կողմից որ բանակցությունները գնացնեն առաջ եւ եկել ենք քիչ թե շատ այսպես ասած հետաքրքրության դա կոնկրետ արդեն ասացի փայլատի տեղի դեպքում հիմա չեմ կարող ասել ինչ նկատի ունեք երկար Դա պետք է աշխատեն, գիտեք, հիմա ոչ մի բան էլ հեշտ չի եղել ու ոչ մի բան էլ որ գնում ես առաջին անգամ խոսում ես բանակցում ես ես չեմ հիշում որ լինի այո, այսինքն ու բոլոր երկրների հետ, մենակ Ռուսաստանի հետ չէ, պետք է աշխատես, բանակցես եւ ի վերջո դրա արդյունքում գանք մեզ համար ընդունելի կամ մեզ համար դրական լուծման Պարոն Բաբոյան, Ռուսաստանը ապրիլի 1-ից սահմանափակում է բենզինի արտահանումը։ Սա ինչքանով կազդի մեր վրա, թե որ ԵԱՏՄ-ենք դա չի ազդելու, եթե ազդելու է, ինչպես է ազդելու։ Մեր վրա չի ազդելու դա, մենք ունենք այնտեղ որպես ԵԱՏՄ անդամ մեր քվոտաները եւ Հայաստան արտահանման վրա դա ազդեցություն չունի։ Իրականում մենք հիմա Ռուսաստանից քիչ ենք ներմուծում բենզին, այսինքն մեր բենզինը Ռուսաստանի մասնաբաժինը այս պահին քիչ է վերջին ամիսներին ավելի շատ եվրոպական ծագմաններ մասամբ ադրբեջանի, մասամբ իրանական, մասամբ նաև ռուսական, բայց այնուամենայնիվ նման խնդիր չկա, նույնիսկ այդ փոքր մասնաբաժնի դեպքում խնդիր չկա։ Շնորհակալություն։ Ներողություն եմ խնդրում պարզապես լրացնելով նաև գործընկերոջս, պարոն Պապյան, դուք դա եք նշում, բայց տեսեք, բենզինի շուկայում արդեն իսկ թանկացում նկատվում է, օրինակ պայմանական ասած 1 շաբաթ առաջվա գների հետ, դա ինչով է պայմանավորված։ Ասում Հայաստանը այս պահին դեռևս աշխարհի այն երկրներից է, որ ամենակիչն է բարձրացել բենզինը, համեմատության համար ասենք երկրներ կա, որ 2-3 անգամ է բարձրացել, ընդ որում Եվրոպայում, Ասիայում մինչև 3 անգամ երկրներ կա բարձրացել է, մեր մոտ դեռևս տոկոսներով է, բայց ցավոք սրտի մենք ունենք կանխատեսում, որ բարձրանալու է, որովհետև չի կարող նավթի գինը 2 անգամ օրինակ բարձրանալ եւ դա չազդել բենզինի գների վրա, դա օբյեկտիվ է, եւ մենք հիմա ինչ անգնեմ առաջ նվազագույնը մեր գյուղատնտեսության համար սուբսիդավորման ծրագիր մտածում ենք դիզելային վառելիքի համար, որպեսզի մեր գյուղաբնակ քաղաքացիների համար գարնանային աշխատանքները լինեն մաքսիմալ հնարավորինս, այսպես ասած, ոչ դժվար, որովհետև բայց ինքը պրոցեսները այնպիսին են, որ գները ավելանում են, ընդ որում բոլոր տեսակի նավթամեթերիկների գներն են ավելանում եւ գիտեք դրա պատճառը Իրանի պատերազմով հիմնական իհարկե, որովհետեւ այստեղ միայն Իրանի խնդրեմը չի, նաեւ Մերձավոր Արևելքի այլ խոշոր արտադրողները իրենք խնդիր ունեն, գիտեք, Հորմուզի նեղուցով մատակարարումներ անելու եւ այլն, եւ սա բերել է ամբողջ միջազգային շուկայի գների ավելացման։ Եվ մեկ հիմնական հարցը կարծացի կարծեմ օրինակ Ինդոնեզիայում եւ էլի հարավարևելյան Ասիայի որոշ երկրներում 2.5 անգամ մինչեւ գները բարձրացել էին, եվրոպական երկրներում էլի ռեկորդներ, Միացյալ Նահանգներում նկատի ունեմ գները բարձրացել են եւ Հայաստանը դեռևս, էլի եմ կրկնում դեռևս, որովհետեւ եթե այսպես մնա չենք կարողանա երկար ժամանակ այս գները պահել։ Եվ իմ հարցը պարոն Պապյան, տեսեք, գալով կրկին Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերություններին, հա, դուք նշեցիք, որ մենք բնականաբար չպետք է թերագնահատենք որպես պետություն մեր դերակատարումը, մեր կարևորությունը, բայց մյուս կողմից էլ երբ որ ընդհանուր իրավիճակը նա մենք տնտեսական, հա, առումով դիտարկում ենք, տեսեք, Ռուսաստանը այս պահի դրությամբ էլ Հայաստանի առաջին, հա, այսպես տնտեսական գործընկերն է, արտահանումների, այսպես ճնշող մեծամասնությունը հենց Ռուսաստան է գնում եւ այդ առումով նաեւ ուզում եմ հասկանալ, եթե օրինակ նայում ենք
արտահանման ծավալների աճին, նաև վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, որ քանի տոկոսով է աճել առևտրաշրջանառությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, չեք կարծում, որ օրինակ այդուհանդերձ եթե Ռուսաստանը փորձի այսպես տնտեսական լծակները, հա, օգտագործել քաղաքական որոշ հարցերում, մենք այդ դեպքում կարող ենք ունենալ լրջագույն խնդիրներ եւ այս դեպքում մեր նաև մեր արտահանողները, տնտեսվարողները բավականին լուրջ այսպես տնտեսական պատասխանեմ ու գնամ որտեղ պրոբլեմի առաջ կկանգնեն, շնորհակալ համաժողովը սկսում ենք ճիշտ եք ասում եւ այո Ռուսաստանի համար կենսական կարևոր բազմաթիվ ապրանքներ երրորդ երկրներից գալիս են Հայաստան ու գնում են Ռուսաստանի Դաշնություն դա մեկ եւ դա մեր առևտրաշրջանառության իմաստն է կազմում եւ երկրորդը այո ես ասացի որ խնդիրներ իհարկե կլինեն բայց այդ պարագայում էլ ինչ եթե պիտի մենք ԵԱՏՄ-ում լինելով ունենանք խնդիրներ այդ դեպքում չենք լինի մենք ԵԱՏՄ-ում։ Սա, այսինքն, որն է իմաստը մնալ ԵԱՏՄ-ում եւ հապկում, եթե մենք պիտի ունենանք տնտեսական խնդիրներ։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։